Զուգահեռ հիմա դիտարկում ենք արդյոք համանման մոտեցում է ցուցաբերվել մնացած բոլոր տեղամասերում, որտեղ եղել են ահազանգեր, օրինակ նույն զինվորականների բավականին երկար քվեարկության հետ կապված, արդյոք համանման մոտեցում է ցուցաբերվել մնացած բոլոր տեղամասերում առկա այլ խախտումների հետ կապված, տարբերությունների հետ կապված, եւ դրա հետ կապված զուգահեռ արդեն աշխատանքներ են տարվում, կախված կլինի իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրափակիչ որոշումից, բայց նաեւ սահմանադրական դատարան դիմելու հետ կապված։ Այսինքն ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են։ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Այս գործընթացը ճիշտ է, ուղղակիորեն ուղղված է Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ, սակայն կասկածի տակ է դնում գլոբալ առումով ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը։ Հիմա այսպես շատ հանրային գործիչներ խոսում են այն մասին, որ բա օրինակ դուք եք խոսում, որ խախտումներ են կատարվել ընտրատեղամասերում եւ այլն, իսկ ինչու եք հիմա դժգոհվում, հեսա կտեսնեք վերաքվեարկություն է նշանակվելու եւ այլն։ Ուզում եմ ասել, որ որևէ մեկը չի վստահում այսօրվա կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մեծ է մեր անհանգստությունը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այդպիսի որոշում չկայացնել։ Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրիդելին եւ այս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը եւ Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով։ Որևէ կերպ իշխանության բեսպրիդելը հաղթել չի կարող։ Այսօր փորձ է արվում գետնով տալ նույնիսկ այն մարդկանց իրավունքը որոշել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր կրկնում են մեզ հետ համաձայն չեն միգուցե, բայց այստեղ խնդիրը բնավ միայն մենք չենք։ Գետնով տալ մեզ բոլորիս։ Մենք պետք է այսօր ֆիքսենք մի բան, որ երկրում տեղի է ունենում ձայնի գողություն, իսկ ձայնի գողությունը դա սերնդների գողություն է, ձայնի գողությունը դա հավելյալ մեր երկրում հասարակության եւ մեր հայրենակիցների հիասթափություն է։ Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրությունները այլևս ընտրություն չեն։ Այս որոշումը հարց է բարձրացնում, ով է որոշում ապագա ազգային ժողովի կազմը, ժողովուրդը թե պաշտոնյաները։